1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Այսօր խոսելու եմ վերջին օրերի ամենակարևոր թեմայի մասին, այն մասին, թե ինչպես են իշխանությունները եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը շանտաժի ենթարկում ժողովրդին, նախընտրական շանտաժի, հայտարարելով, թե եթե իրենք չվերընտրվեն, ավելի ճիշտ սահմանադրական մեծամասնություն չունենան, ապա դա անխուսափելիորեն հանգեցնելու է պատերազմի, ընդ որում դա տեղի ունենալու սեպտեմբերին, որի արդյունքում անխուսափելիորեն մենք կամ տարածքային կորուստներ ենք ունենալու, կամ ընդհանրապես կորցնելու ենք Հայաստանը։ Շանտաժը իհարկե ինքնին բավականին արդյունավետ է գործում եւ խնդիրը նույնիսկ այն չէ, թե ուր հասանք, բա ուր մնաց իբր կայացած խաղաղությունը, որ խաղաղությունը արդեն այսօր է, բա ուր մնաց կադաստրի թուղթը, բա ուր մնաց Կիրանցի պատը, երբ որ ասում ենք, փաստորեն ստացվում է, որ այդ խաղաղությունը մեզ ավանսով էր տրվել, եւ դա կիրականանա միայն այն դեպքում, եթե Հայաստանում իշխանության մնա Նիկոլ Փաշինյանը։ Կամ պատկերավոր ասած, ադրբեջանցիները Երևան կապան ինքնաթիռը չեն խոցի, միայն այն դեպքում, եթե այնտեղ Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ եթե անկարծ ուրիշ մեկը լինի կխոցեն։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք, այս շանտաժը իհարկե նորություն չէ մեր հասարակության համար եւ Նիկոլ Փաշինյանի համար էլ նորություն չէ, եթե հիշում եք 18 թվականին նա ասում էր կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, այսինքն կամ ես կլինեմ վարչապետ, կամ պետական կառավարման համակարգը կփլուզվի։ Եվ այն ժամանակ այդ շանտաժը աշխատեց, հիմա փաստացի մեկին մեկ նույն իրավիճակն է։ Ինքը ասում է կամ ես կունենամ սահմանադրական մեծամասնություն, կվերընտրվեմ վարչապետ, կամ տեղի կունենա պատերազմ եւ Հայաստանը չի լինի։ Ահա այս նույն շանտաժն է, նույն տրամաբանությամբ, ուղղակի ժամանակ շանտաժի էր ենթարկվում գործող իշխանությունը, հիմա շանտաժի է ենթարկվում ողջ հասարակությունը։ Սա շատ ստանդարտ հասկանալի մոտեցում է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այո, կարող է հասարակությունը տրվել այդ շանտաժին, եթե իրական պատկերացում չունենա, թե ինչի մասին է խոսքը։ Խնդիրն այն է, որ այդ շանտաժի հիմքում արդեն իսկ կեղծ պնդում է դրված, որովհետև Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, թե չի հարձակվի, դա բացարձակապես որևէ ուղիղ կապ չունի։ Հայաստանը թե ով կլինի Հայաստանում իշխանություն, թե ինչպիսին կլինի նրանց հռետորաբանությունը, որևէ նշանակություն չունի։ Հայաստանում սահմանադրությունը կփոխվի, թե չի փոխվի, այստեղ կասեն Արցախ, թե կասեն Ղարաբաղ, դրանպես կապ չունի։ Որ պահին, որ Ադրբեջանը հասկանա, որ կարող է անպատիժ հարձակվել Հայաստանի վրա եւ հաղթել է պատերազմ, հասնել իր նպատակներին եւ իրեր որևէ մեկը չի խանգարի, այդ պահին նա վստահաբար կհարձակվի, եթե խանգարող հանգամանքներ չլինեն։ Եթե անգամ Հայաստանը 10 սահմանադրություն փոխի, եթե անգամ ասի, որ, չգիտեմ, Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, չգիտեմ, Արարատի անունը չտա, զինանշանը փոխի, ոչ մի նշանակություն չունի դա։ Ադրբեջանը միշտ որևէ պատրվակ կգտնի։ Իսկ եթե Ադրբեջանը տեսնի, որ չի կարող անպատիժ հարձակվել Հայաստանի վրա, չի կարող հասնել իր նպատակներին, ինչ ուզում ես Բաքուն հայտարարի բագարան, չգիտեմ, ինչ ուզում ես արա, սահմանադրություն մի փոխի, միևնույն է, նրանք չեն հարձակվել, այսինքն այստեղ ուղիղ կապ չկա։ Ի վերջո Ադրբեջանը եթե ցանկանա հարձակվել Հայաստանի վրա, այնտեղ ոչ են ասելու, որ իրենք սահմանադրությունը չփոխեցին, մենք անցանք հարձակման, չէ, այդպես չեն ասել։ Նրանք ասելու են հայկական կողմը, չգիտեմ, սադրակներ իրականացրեց, մենք ստիպված եղանք անցնել հարձակման եւ դիմել պատասխան գործողությունների։ Ինչպես դա արել են 44-օրյա պատերազմից առաջ, ինչպես դա արել են Արցախը հայաթափելուց առաջ, նրանք ոչ էին ասում ենք գնում ենք այնտեղ էթնիկ զտումներ անենք։ Նրանք ասում են մենք հակաաբեկչական գործողություն ենք անում։ 20 թվականի սեպտեմբերի 27-ին ոչ էին ասում մենք սկսում ենք պատերազմը։ Նրանք ասում են հայկական կողմը հարձակվեց, մենք ստիպված եղանք անցնել հակահարձակման։ Նույնն էլ այս դեպքում է լինելու։ Այսինքն դա որևէ նշանակություն չունի, այստեղ սահմանադրություն կփոխես, թե չես փոխի։
Եթե տեսան, որ կարող են, այդ պատերազմը սկսելու են։ Եթե տեսնեն, որ ի վիճակի չեն, ինչքան ուզում ես կոշտարետորաբանության դիմիր, կամ ինչքան ուզում ես պաշտպանիր քո իրավունքները, այդ թվում նաև խոսիր, չգիտեմ, Արցախում հայկական մշակութային հետքի վերացման մասին, խոսիր Բաքվում պահվող հայ գերիների մասին, միևնույն է, եթե նրանք հասկանան, որ չեն կարող հարձակվել, դրա համար շատ ծանր դիմք կվճարի, դեպքում չեն հարձակվի։ Ահա այս գիտակցությունը եթե լինի, այդ շանտաժը չի աշխատի։ Բայց այս շանտաժի մեջ նաև մի այլ շատ վտանգավոր բան կա, որի մասին անպայման կցանկանայի խոսել։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանուն իր վերընտրվելու, հանուն իր քաղաքական շահերի շանտաժի է ենթարկում մեր հասարակությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլև եթե իսկապես պատերազմ լինի հետագայում, նա արդեն հիմիկվանից, արդեն այսօրվանից այդ պատերազմի մեղքը դնում է Հայաստանի Հանրապետության բնակչության վրա։ Փաստորեն ինչ ասում, ասում է, եթե ինձ չընտրեք սեպտեմբերին կսկսվի պատերազմ, Ադրբեջանը կհարձակվի եւ ժողովուրդ ջան, մեղավորը դուք կլինեք այդ պատերազմի համար, որովհետեւ ինձ չեք ընտրել։ Սա իդեպ ցանկացած ահաբեկչի տրամաբանություն է։ Դրանք երբ որ օրինակ պատանդներ են վերցնում եւ ասում են, ասենք թե պահանջում ենք, որ մեր ստակ ուղղաթիռ եւ $3 միլիոն, օրինակ հակառակ դեպքում մենք կես ժամը մեկ պատանդներից մեկին կսպանենք։ Բայց երբ որ ինչ-որ մեկին սպանում են պատանդներից, հետո ասում են, չէ, ասում են մենք ինչ մեղավոր ենք, եթե դուք էիք մեղավոր, որ մեր ուղղաթիռն ու 3 միլիոնը չտվեցիք, դրա համար այդ զոհը եղավ, այսինքն այդ զոհի մեղավորը դուք եք։ Նույն տրամաբանությամբ արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եթե այդպիսի պատերազմ լինի, մեղավորը մենք ենք լինելու։ Այսինքն ժողովուրդ, մեղավորը դուք եք լինելու։ Իսկ Ադրբեջանը վարվելու է շատ լեգիտիմ ճիշտ ձևով, որովհետև եթե մեր ընտրությունը այդպիսին, որ շատ էլ ճիշտ են արել, որ այդպես են վարվել։ Ահա սա է ամենավտանգավորը։ Եվ հաջորդ հարցը, որ նույնպես շատ կարևոր, տեսեք, իսկապես էլ ընտրություններից հետո պատերազմ կլինի նոր, թե չի լինի, դրա արդյունքը դա կախված է ավելի շատ տարածաշրջանային իրադարձությունից եւ ոչ թե Հայաստանի ընտրություններից։ Դա ընդհանրապես կապ չունի, բայց ինքն պատերազմ կլինի, թե չէ, հավանականությունը, եթե շատ կոպիտ ասենք 50-50։ Այդքան է։ Եվ որն է ամենավտանգավոր, եթե հետևում ենք Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի, շաբաթների, ամիսների պահվածքի, նրանց չգիտեմ այդ անընդհատ այդ այցերը, չգիտեմ այդ մետրոյի հայտնի միջադեպը եւ այլն, խնդիրն այն չէ, թե նա ինչ է ասում, որտեղ ինչ է խոսում։ Խնդիրն այն է, որ Հայաստանը կանգնած է բավականին բարդ իրավիճակում է, որտեղ պատերազմ կարող է լինել, կարող է չլինել, բայց սարսափելին պատերազմը չի։ Սարսափելին այն է, որ այդ պատերազմի մեջ Հայաստանը կհայտնվի, ունենալով ահա այսպիսի ղեկավար, այսպիսի գերագույն գլխավոր հրամանատար, որը գտնվում է ակնհայտ անհավասարակշիռ վիճակում, չի վերահսկում իր էմոցիաները բացարձակապես, ընդհանրապես չի վերահսկում ոչինչ, ոչ adekvat է եւ պարզ ասենք այդ կոմիկական կերպարով, եթե մենք ղեկավարի այսպիսի կոմիկական կերպարով հայտնվենք պատերազմի մեջ, ամենասարսափելին դա է եւ ոչ թե ինքնին պատերազմը, որտեղ այդ պատերազմը միշտ կարող է լինել, դրա պետք է պատրաստ լինել, այդ թվում, չգիտեմ, դաշնակիցներ եւ այլ դա հասկանալի է։ Բայց երբ որ հասարակությունը այսի վախերի մեջ է ընկնում, որ եթե իրենք չընտրենք պատերազմ կլինի։ Չէ, վախենալուն դա չի, վախենալուն այն է, որ պատերազմ ունենանք այսպիսի գերագույն գլխավոր հրամանատարի օրոք։ Ինչի հետևանքները մի քանի անգամ արդեն տեսել ենք եւ մինչև շատ ցավալի է նաեւ, որ ընդդիմությունը նույնպես փաստորեն մեծ հաշվով նույն բանն է։ Իրենք էլ ասում են եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, դա նշանակում է, որ պատերազմը անխուսափելի է։ Այսինքն նրանք նույն բանը հակառակն են ասում։ Չէ, այդպես չի, էլի եմ ասում։ Պատերազմ կլինի, թե չի լինի, կախված է բազմաթիվ այլ գործոններից։ Խնդիրն այն է, թե այդ բարդ իրավիճակում ինչպիսի ղեկավար եւ աստվածչանի պատերազմական իրավիճակում գերագույն գլխավոր հրամանատար կունենանք։ Դա է խնդիրը եւ
ընտրությունների գնալիս մարդիկ ճիշտ կան առաջնորդվեն հենց այս մտայնությամբ։ Ենթադրենք իրադարձությունները զարգացան բացասական սցենարով եւ իսկապես լարվածության նոր ալիքի մեջ հայտնվեցին։ Ինչպիսին պիտի լինի մեր ղեկավարությունը, մեր գերագույն գլխավոր հրամանատարը։ Նայեք Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի անհավասարակշիռ, բացարձակապես ոչ ադեկվատ պահվածքին եւ փորձեք հասկանալ, թե ինչ իրավիճակում կհայտնվի Հայաստանը։ Այսօր երևի այս տանը կհանդիպենք